Պարոն նախագահ, մինչև դատական նիստերի դահլիճ մտնել է։ Այս քրեական գործի մասին ձեր դիտարկումները կասեք։ Տեսեք, այս քրեական գործը իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է։ Սկզբի համար սա։ Ես չեմ ուզում ուշանալ դատական նիստից, խնդրում եմ համբերությամբ լցվեք, սպասեք, դուրս կգամ, բայց խնդրում եմ շատ կարճ իրար հետ համաձայնացրեք ինչ հարցեր, որովհետեւ մեկ այլ չասեմ կարևոր, բայց պարտադրված հանդիպում է լինի։ Ձեր թույլտվությամբ շատ կարճ մի հարցադրում, պարոն նախագահ, ձեր առաջին գործը դատավորի համար ճակատագրական Ձեր առաջին գործը դատավորի համար ճակատագրական դարձավ, երկինքը համակարգի հեռացրեց։ Այդ հարցությունը ասում է, որ ես առաջադրում եմ, ինչու չեն միանում խմբակցությունները թողից դարձնել վարչապետ ժամանակավոր ու ձեզ եմ եղադրում։ Ասացիալ Սարգսյանի թիմը ասել էր առողջական պայմանների քննարկեն, հիմա չի ուզում։ Դիժեցնում են գործընթացները։ Բարի օր։ Ես դες չեմ թողնում Բայց դուք տեխնազոն եք նախընտրելի, եթե այդ մանրուքն Բայց դուք խնդրեցի, չէ՞։ Դուք հնարավորություն ունենալու եք։ Այ հարցին պատասխանեմ, որ ով այսպես է մտածում։ Ուղղակի խորհուրդ տվեք, թող գնան խմբակցության հայտարարությունը ուշադիր կարդան։ Եթե հայերեն լավ չեն հասկանում, ես կխնդրեմ խմբակցության ղեկավարին, ինքը մանրամասնի կբացատրի։ Դե դուք ասել եք, որ Նիկոլ Երգոսյանը դուք իրավիճակին չեք տիրապետել։ Հայտարարել է, որ Սարգսյանը իրավիճակին չի տիրապետել։ Ձեր հրաժարականից 5 օր առաջ դուք ասել եք, որ ամեն ինչ ասել եք դրա, այսինքն ձեր հրաժարականն է, բանտի տակ։ Անցեք։